Ուկրաինայի շուրջ իրավիճակին է անդրադարձել Սպիտակ տան ղեկավարը, ում խոսքով ամերիկյան կողմը այժմ խաղաղարար ջանքեր է գործադրում եւ ի տարբերություն նախորդ վարչակազմի չի ֆինանսավորում պատերազմը։ Ես 8 հակամարտություն եմ կարգավորել, սա կլինի 9-րդը։ Հեշտ իրավիճակ չէ։ Մտահոգություն հայտնել ԱՄՆ նախագահը եւ հավելել, որ իր ջանքերի համար Նոբելյան մրցանակի է արժանի։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը։ Նրա խոսքով, ի վերջո, հենց հակամարտող կողմերը պետք է պատերազմը դադարեցնելու մասին որոշում կայացնեն։ Ընդգծել, որ այս գործընթացի վերջնական քայլերը միշտ ամենադժվարն են լինելու եւ համաձայնության պետք է հասնել շուտով։ Ռուբիոն նաեւ հավելել է, որ Միացյալ Նահանգները չի կարող անվերջ աջակցել Կիևին։ Պուտինը չի մերժել ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը։ Առաջին անմիջական կարծիքների փոխանակումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Ստիվ Ուիթքոֆի հետ դեկտեմբերի 2-ին կայացած բանակցությունների ժամանակ, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Որոշ բաներ ընդունվել են, մյուսները անընդունելի են։ Սա փոխզիջման որոնման նորմալ գործընթաց է։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ իր համար իդեալական ընթրիքը կլիներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդների՝ Թրամփի, Պուտինի եւ Զելենսկիի հետ։